Չեռնոբիլի պատմությունը սկսվում է ոչ թե պայթյունից, այն սկսվում է մի քաղաքից, որը ստեղծվել էր ապագայի համար։ Այդ քաղաքի անունը Պրիպյատ էր։ 1970 թվականին Խորհրդային Միությունը որոշեց կառուցել նոր ատոմային էլեկտրակայան։ Դրա համար անհրաժեշտ էր նաև նոր բնակավայր։ Մի վայր, որտեղ պետք է ապրեին ինժեներները, գիտնականները, տեխնիկները եւ նրանց ընտանիքները։ Այսպես ծնվեց Պրիպյատը։ Մի քաղաք, որը բառացիորեն կառուցվեց դատարկ հողի վրա։ Տարիների ընթացքում այն վերածվեց Խորհրդային Միության ամենաժամանակակից քաղաքներից մեկի։ Լայն փողոցներ, բազմահարկ շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, սպորտային համալիրներ, լողավազաններ, մշակութային կենտրոններ։ Այստեղ ամեն ինչ նախատեսված էր հարմար եւ ժամանակակից կյանքի համար։ Քաղաքի բնակիչների մեծ մասը երիտասարդներ էին։ Շատերը նոր էին ստեղծել ընտանիքներ։ Փողոցներում խաղում էին երեխաները։ Մարդիկ ծրագրեր էին կազմում ապագայի համար։ Նրանք հավատում էին, որ ապրում են մի քաղաքում, որը խորհրդանշում է առաջընթաց։ Պրիպյատի սիրտը Չեռնոբիլի ատոմակայանն էր։ Հսկայական համալիր, որը համարվում էր խորհրդային գիտության եւ տեխնոլոգիաների հպարտությունը։ Այն ժամանակ միջուկային էներգիան շատերի համար թվում էր ապագայի էներգիա։ Մաքուր, հզոր, գրեթե անսահման։ Չեռնոբիլի ատոմակայանը պետք է ապահովեր միլիոնավոր մարդկանց էլեկտրաէներգիայով։ 4 ռեակտոր արդեն աշխատում էին, եւս 2-ը կառուցվում էին։ Ամեն ինչ թվում էր հաջողակ մի պատմություն։ Բայց երբեմն ամենամեծ վտանգները թաքնված են հենց այդտեղ, որտեղ ամեն ինչ թվում է կատարյալ։ Արտաքինից կայանը հզոր եւ անվտանգ էր թվում, սակայն դրա նախագծման մեջ կային թերություններ, որոնց մասին գիտեին որոշ մասնագետներ։ Նրանք նկատել էին, որ որոշ պայմաններում ռեակտորը կարող էր անկայուն դառնալ։ Զեկույցներ էին կազմվել, նախազգուշացումներ էին հնչել, սակայն դրանք լուրջ չէին ընդունվել։ Համակարգը շարունակում էր աշխատել, քաղաքը շարունակում էր աճել եւ հզորանալ, իսկ մարդիկ շարունակում էին հավատալ, որ ամեն ինչ վերահսկելի է։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ ընդամենը մի քանի տարի անց այս քաղաքը կդառնա աշխարհի ամենահայտնի լքված վայրերից մեկը, եւ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ մոտենում է մի գիշեր, որը հավերժ փոխելու էր պատմությունը։ «1986 թվականի ապրիլի 25-ն առաջին հայացքից սովորական աշխատանքային օր էր։ Չեռնոբիլի ատոմակայանում ամեն ինչ ընթանում էր ըստ պլանի, սակայն այդ օրը նախատեսված էր մի փորձարկում։ Այն պետք է պարզ էր, թե ինչ կկատարվի, եթե կայանը հանկարծ կորցնի արտաքին էլեկտրամատակարարումը։ Ինժեներները ցանկանում էին հասկանալ, թե արդյոք տուրբինները կարող են մի քանի վայրկյան շարունակ արտադրել բավարար էներգիա, մինչև գործարկվեն պահեստային գեներատորները։ Առաջին հայացքից սա սովորական անվտանգության ստուգում էր։ Նման փորձարկումներ նախկինում նույնպես կատարվել էին, բայց այս անգամ ամեն ինչ սկսեց ընթանալ սխալ ուղղությամբ։ Փորձարկումը պետք է սկսվեր ցերեկը, սակայն էլեկտրաէներգիայի պահանջների պատճառով այն հետաձգվեց։ Արդյունքում հերթափողը փոխվեց, եւ փորձարկումը ստիպված էին ավարտին հասցնել մարդիկ, որոնք սկզբում նախատեսված չէին դրա համար։ Ժամերը անցնում էին, գիշերը մոտենում էր, իսկ ռեակտորի հզորությունը աստիճանաբար նվազում էր։ Սակայն հենց այդ պահին սկսվեց վտանգավոր շղթայական գործընթացը։ Ռեակտորի հզորությունը հանկարծ ընկավ նախատեսվածից շատ ավելի ցածր։ Այն հասավ այնպիսի մակարդակի, որտեղ աշխատանքը դառնում էր անկայուն։ Նորմալ իրավիճակում փորձարկումը պետք է անմիջապես դադարեցվեր, բայց դա տեղի չունեցավ։ Աշխատակիցները որոշեցին շարունակել։ Նրանք սկսեցին անջատել անվտանգության որոշ համակարգեր, մեկը մյուսի ետևից։ Նրանց նպատակը պարզ էր՝ ավարտել փորձարկումը։ Սակայն յուրաքանչյուր նոր քայլ ավելի էր նվազեցնում վերահսկողությունը ռեակտորի նկատմամբ։ Այդ ընթացքում ռեակտորի ներսում սկսեցին կուտակվել պայմաններ, որոնք վտանգավոր էին նույնիսկ փորձառու մասնագետների համար։ Բայց կառավարման սենյակում գտնվող մարդկանց մեծ մասը չէր պատկերացնում իրավիճակի իրական վտանգը։ Ցուցիչները շարունակում էին աշխատել։ Սարքավորումները շարունակում էին արձագանքել հրահանգներին։ Արտաքուստ ամեն ինչ դեռ նորմալ էր թվում։ Գիշերը խորանում էր, ժամացույցը մոտենում էր 1-ին։ Կայանի ներսում աշխատող մարդիկ հոգնած էին։ Շատերը ցանկանում էին պարզապես ավարտել աշխատանքը եւ վերադառնալ տուն։ Նրանցից ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մի քանի րոպե անց իրենք կհայտնվեն պատմության ամենասարսափելի տեխնիկական աղետի կենտրոնում։
Ժամը 1:23 սկսվեց փորձարկման վերջին փուլը։ Հրամանները փոխանցվեցին, սարքավորումները գործարկվեցին, եւ հենց այդ պահին ռեակտորը սկսեց իրեն անկանխատեսելի պահել։ Հզորությունը կտրուկ աճեց։ Ամեն ինչ տեղի էր ունենում վայրկյանների ընթացքում։ Օպերատորները հասկացան, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս։ Փորձ արվեց կանգնեցնել ռեակտորը։ Սեղմվեց վթարային անջատման կոճակը։ Այն կոճակը, որը պետք է փրկեր իրավիճակը, բայց արդեն ուշ էր։ Փոխարենը տեղի ունեցավ մի բան, որը գրեթե ոչ ոք չէր կանխատեսել։ Ռեակտորի ներսում սկսվեց էներգիայի հսկայական եւ անկառավարելի աճ։ Մի քանի վայրկյան անց հնչեց առաջին պայթյունը, այնպիսի ուժով, որ ամբողջ շենքը ցնցվեց։ Ապա տեղ ունեցավ երկրորդ պայթյունը։ Ռեակտորի վերին հատվածը բառացիորեն պոկվեց տեղից։ Տոնաներով բետոն եւ մետաղ օդ բարձրացան։ Շենքի տանիքը քանդվեց։ Երկինք բարձրացավ կրակի եւ բեկորների հսկայական սյուն։ Բայց ամենավտանգավորը նույնիսկ պայթյունը չէր։ Առաջին անգամ պատմության մեջ միջուկային ռեակտորի սիրտը բացվեց արտաքին աշխարհի առաջ։ Օդ դուրս եկան հսկայական քանակությամբ ռադիոակտիվ նյութեր։ Անտեսանելի մահը սկսեց տարածվել շրջակա տարածքներում, իսկ մի քանի կիլոմետր հեռավորության վրա Պրիպյատի բնակիչները դեռ հանգիստ քնած էին։ Նրանք դեռ չէին լսել աղետի մասին եւ չէին պատկերացնում, որ այդ գիշեր իրենց կյանքը փոխվել է ընդմիշտ։ Պայթյունից հետո Չեռնոբիլի ատոմայականի տարածքը վերածվել էր քաոսի։ Շենքերի պատուհանները կոտրվել էին, մետաղական կառուցվածքները ծռվել էին։ Ամենուր բեկորներ էին, տանիքի վրա այրվում էին տարբեր հատվածներ։ Սակայն ամենասարսափելին այն էր, որ ոչ ոք դեռ չէր հասկանում իրական վտանգի չափսերը։ Շատերը կարծում էին, թե տեղի է ունեցել սովորական տեխնիկական վթար կամ առավելագույնը հրդեհ։ Քաղաքի հրշեջ ծառայությունները ստացան ահազանգ։ Մի քանի րոպե անց առաջին մեքենաները արդեն շարժվում էին դեպի կայան։ Այդ մարդկանցից շատերը նույնիսկ չգիտեին, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Նրանք պարզապես կատարում էին իրենց աշխատանքը, ինչպես տասնյակ անգամներ նախկինում։ Նրանց առաջադրանքը պարզ էր՝ մարել կրակը, կանխել դրա տարածումը, փրկել մարդկանց։ Բայց այս անգամ նրանց հակառակորդը սովորական կրակը չէր։ Երբ առաջին հրշեջները հասան տարածք, նրանց դիմավորեց տարօրինակ տեսարան։ Շենքի մի մասը պարզապես բացակայում էր։ Որոշ հատվածներում երկինքը լուսավորվում էր անսովոր կապտավուն եւ մանուշակագույն լույսերով։ Օդում կախված էր ծանր հոտ, սակայն իրական վտանգը տեսանելի չէր։ Այն արդեն շրջապատել էր նրանց։ Ռադիացիան ամենուր էր, տանիքների վրա, օդում, բեկորների մեջ, նրանց ոտքերի տակ, բայց ոչ ոք նրանց չէր զգուշացրել։ Ոչ ոք չէր ասել, որ այդ գիշեր նրանք կանգնած են աշխարհի ամենավտանգավոր վայրերից մեկում։ Հրշեջները բարձրացան տանիքներ, քայլում էին բեկորների միջով, ձեռքերով տեղափոխում էին այրվող նյութերը։ Շատերը նույնիսկ դիպչում էին գրաֆիտի կտորների, չիմանալով, որ դրանք մահացու չափաբաժիններով ճառագայթում են արձակում։ Մի քանի րոպե անց առաջին ախտանշանները սկսեցին երևալ։ Ոմանք զգացին գլխապտույտ, մյուսները սրտխառնոց։ Ոմանց բերաններում հայտնվեց տարօրինակ մետաղական համ, բայց նրանք շարունակում էին աշխատել, քանի որ կարծում էին, որ պարզապես հոգնել են կամ թունավորվել ծխից։ Իրականում նրանց օրգանիզմներն արդեն ստանում էին մահացու ճառագայթման չափաբաժիններ։ Ժամերն անցնում էին, հրդեհը մասամբ վերահսկվում էր, բայց մարդկանց վիճակը վատանում էր։ Ոմանք սկսեցին փսխել հենց աշխատանքի ընթացքում։ Մյուսները հազիվ էին կանգնում ոտքի վրա։ Նրանց մաշկը կարմրում էր։ Առաջանում էին այրվածքների նման հետքեր։ Բժիշկները դեռ չէին հասկանում ամբողջ պատկերը, բայց շուտով պարզ դարձավ, որ սա սովորական հրդեհի հետևանք չէ։ Շատ հրշեջներ եւ կայանի աշխատակիցներ տեղափոխվեցին հիվանդանոցներ։ Սկզբում նրանք նույնիսկ չէին հասկանում, թե ինչու է իրենց վիճակը այդքան արագ վատանում։ Սակայն ճառագայթումը արդեն սկսել էր քայքայել նրանց օրգանիզմը ներսից։ Այդ գիշեր տասնյակ մարդիկ բառացիորեն իրենց կյանքը զոհաբերեցին, նույնիսկ չիմանալով, թե ինչի դեմ են պայքարում։ Նրանց գործողությունները սակայն կանխեցին ավելի մեծ հրդեհների տարածումը եւ հնարավոր է փրկեցին հազարավոր կյանքեր։ Բայց մինչ կայանի մոտ մարդիկ արդեն պայքարում էին անտեսանելի մահվան դեմ, ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա կյանքը շարունակում էր սովորական հունով։ Պրիպյատը դեռ քնած էր, եւ քաղաքի բնակիչները դեռ չէին պատկերացնում, որ մահաբեր ամպն արդեն տարածվում է իրենց գլխավերևում։ Միջ Չեռնոբիլի ատոմակայանում մարդիկ փորձում էին հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, Պրիպյատում նոր օր էր սկսվում։ Արևը բարձրանում էր հորիզոնից։ Փողոցներում հայտնվում էին առաջին անցորդները։ Մարդիկ շտապում էին աշխատանքի, երեխաները պատրաստվում էին դպրոց գնալ։
Արտաքուստ ամեն ինչ սովորական էր թվում, բայց իրականում քաղաքի վրա արդեն կախված էր մի վտանգ, որի գոյության մասին ոչ ոք չգիտեր։ Ռադիոակտիվ ամպը շարունակաբար տարածվում էր շրջակայքում։ Քամին այն տանում էր քաղաքի ուղղությամբ։ Մարդիկ շնչում էին աղտոտված օդը, քայլում էին փողոցներով, նստում էին այգիներում եւ նույնիսկ չէին պատկերացնում, որ յուրաքանչյուր րոպե մեծացնում է ստացվող ճառագայթման չափաբաժինը։ Առավոտյան շատերը սկսեցին տարօրինակ անհանգստություն զգալ։ Ոմանք բողոքում էին գլխացավից, մյուսները թուլությունից։ Շատերի մոտ առաջացավ սրտխառնոց, բայց այդ ախտանիշները ոչ ոք չէր կապում ատոմակայանի հետ։ Քաղաքում դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չէր արվել, ոչ մի ահազանգ չէր հնչել, ոչ մի տարհանում չէր սկսվել։ Իշխանությունները դեռ փորձում էին հասկանալ իրավիճակի իրական մասշտաբները, կամ գուցե փորձում էին թաքցնել դրանք։ Ժամերն անցնում էին, իսկ բնակիչները շարունակում էին իրենց առօրյան։ Երեխաները խաղում էին բակերում, մարդիկ գնում էին խանութներ, ընտանիքները զբոսնում էին քաղաքում։ Շատերը կանգնում էին կամուրջների վրա եւ հեռվում տեսնում ատոմակայանի կողմում բարձրացող ծուխը, սակայն նույնիսկ դա լուրջ անհանգստություն չէր առաջացնում։ Մարդիկ սովոր էին վստահել համակարգին։ Նրանք հավատում էին, որ եթե վտանգ լիներ, իրենց կզգուշացնեին, բայց զգուշացում չկար։ Ամենասարսափելին հենց դա էր, ոչ թե պայթյունը, ոչ թե կրակը, այլ լռությունը, վտանգավոր լռությունը, որը թույլ էր տալիս մարդկանց շարունակել ապրել մահացու ճառագայթման կենտրոնում։ Մինչ այդ կայանի տարածքում իրավիճակը վատթարանում էր։ Գիտնականները սկսում էին հասկանալ, որ տեղի ունեցածը սովորական վթար չէ։ Չափիչ սարքերը ցույց են տալիս անհավանական բարձր ցուցանիշներ, սակայն նույնիսկ դրանք չէին կարող ամբողջությամբ արտացոլել իրական վտանգը։ Որոշ սարքեր պարզապես չէին նախատեսված նման մակարդակի ճառագայթման համար։ Նրանք հասնում էին առավելագույն սահմանին եւ դադարում էին ճիշտ տվյալներ ցույց տալ։ Սկզբում շատերը սխալմամբ մտածեցին, թե սարքերն են խափանվել, բայց իրականությունը շատ ավելի սարսափելի էր։ Ճառագայթման մակարդակը բառացիորեն դուրս էր չափման սահմաններից։ Այդ ընթացքում ռադիոակտիվ ամպը շարունակում էր ճանապարհը։ Այն անցնում էր դաշտերի վրայով, անտառների վրայով, անտեսանելի, անլսելի, բայց մահացու։ Եվ որքան երկար էր ձգվում լռությունը, այնքան ավելի շատ մարդիկ էին ենթարկվում դրա ազդեցությանը։ Միայն հաջորդ օրը, պայթյունից գրեթե 36 ժամ անց վերջապես ընդունվեց որոշում։ Պրիպյատը պետք է տարհանվեր։ Բայց նույնիսկ այդ պահին մարդկանց ամբողջ ճշմարտությունը չասացին։ Նրանց խոստացան, որ հեռանում են ընդամենը մի քանի օրով։ Ոչ ոք դեռ չէր հասկանում, որ նրանք վերջին անգամ են տեսնում իրենց տները, վերջին անգամ են քայլում իրենց փողոցներով, վերջին անգամ են տեսնում այն քաղաքը, որտեղ ծրագրել էին անցկացնել ամբողջ մի կյանք։ Եվ շատ շուտով կսկսվեր մարդկության պատմության ամենամեծ տարհանումներից մեկը։ Պայթյունից անցել էր գրեթե 1.5 օր։ Արդեն պարզ էր, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան սկզբում կարծում էին, բայց Պրիպյատի բնակիչները դեռ շարունակում էին սպասել։ Քաղաքում լուրեր էին տարածվում։ Ոմանք խոսում էին հրդեհի մասին, մյուսները տեխնիկական վթարի, սակայն իրական պատկերը դեռ գաղտնի էր պահվում։ Միայն ապրիլի 27-ի կեսօրին վերջապես ընդունվեց որոշում։ Պրիպյատը պետք է ամբողջությամբ տարհանվեր։ Քաղաքի փողոցներում սկսեցին հայտնվել հարյուրավոր ավտոբուսներ։ Դրանք գալիս էին տարբեր շրջաններից, մեկը մյուսի ետևից, անվերջ շարասյուններով։ Շատերը չէին հասկանում, թե ինչու է այդքան մեծ քանակությամբ տրանսպորտ հավաքվում քաղաքի մոտ։ Իսկ հետո արդեն բարձրախոսներից հնչեց պաշտոնական հայտարարությունը։ Բնակիչներին տեղեկացրեցին, որ անհրաժեշտ է ժամանակավորապես լքել քաղաքը։ Նրանց ասացին վերցնել միայն ամենաանհրաժեշտ իրերը՝ փաստաթղթեր, մի փոքր գումար, մի քանի հագուստ։ Եվ ամենակարևորը նրանց ասացին, որ շուտով կվերադառնան։ 3 օրից, ընդամենը 3 օրից։ Դա այն սուտն էր, որին հավատացին հազարավոր մարդիկ։ Շատերը բնակարանների դռները նույնիսկ չկողպեցին։ Ոմանք սեղանների վրա թողեցին կիսատ ճաշերը։ Երեխաները տներում թողեցին խաղալիքները։ Մարդիկ հավատում էին, որ մի քանի օր անց կրկին վերադառնալու են իրենց սովորական կյանքին, բայց այդ վերադարձը երբեք տեղի չունեցավ։ Քաղաքի բնակիչները սկսեցին բարձրանալ ավտոբուսներ, ոմանք լուռ էին, ոմանք անհանգստացած։ Պատուհաններից վերջին անգամ նայում էին իրենց փողոցներին, իրենց դպրոցներին, իրենց տներին, իրենց քաղաքին։ Նրանք չէին կարող իմանալ, որ տեսնում են այդ ամենը վերջին անգամ։ Մի քանի ժամվա ընթացքում մոտ 50,000 մարդ հեռացվեց Պրիպյատից։ Քաղաքը դատարկվեց անհավանական արագությամբ։ Երեկ դեռ լի էր կյանքով, այսօր արդեն վերածվում էր ուրվական քաղաքի։
Բայց աղետը չէր սահմանափակվում միայն Պրիպյատով։ Շրջակա գյուղերում եւ բնակավայրերում հազարավոր մարդիկ շարունակում էին ապրել վտանգավոր զոնաներում։ Շատերը դեռ չէին ստացել որևէ զգուշացում։ Միևնույն ժամանակ ռադիոակտիվ ամպը շարունակում էր տարածվել Եվրոպայի ուղղությամբ։ Խորհրդային իշխանությունները փորձում էին հնարավորինս երկար թաքցնել կատարվածի իրական չափսերը, սակայն դա երկար շարունակվել չէր կարող։ Մի քանի օր անց աշխարհի մյուս երկրները սկսեցին նկատել տարօրինակ երևույթներ։ Միջուկային կայանների չափիչ սարքերը ցույց են տալիս ճառագայթման անսովոր բարձր մակարդակներ, բայց ոչ մի վթար տեղի չէր ունեցել նրանց տարածքում։ Հարցը միայն մեկն էր. եթե ճառագայթումը այստեղից չէ, ապա որտեղից է գալիս։ Պատասխանը շուտով հայտնի դարձավ, եւ այդ պահին ամբողջ աշխարհը սկսեց հասկանալ, որ Չեռնոբիլը պարզապես տեղական վթար չէ։ Այն վերածվում էր միջազգային աղետի, եւ մինչ աշխարհը փորձում էր հասկանալ կատարվածը, Չեռնոբիլի շուրջ սկսվում էր մի պայքար, որը պահանջում էր 100 հազարավոր մարդկանց մասնակցություն։ Պայքար ոչ թե կրակի դեմ, այլ անտեսանելի թշնամու՝ ռադիացիայի դեմ։ 4-րդ ռեակտորը դեռ վտանգավոր էր։ Շրջակա տարածքներում ճառագայթման մակարդակը հասնում էր անհավանական ցուցանիշների, իսկ ամեն վայրկյան նոր ռադիոակտիվ նյութեր էին դուրս գալիս շրջակա միջավայր։ Խորհրդային ղեկավարությունը կանգնած էր աննախադեպ խնդրի առաջ։ Անհրաժեշտ էր հնարավորինս արագ վերահսկողության տակ վերցնել իրավիճակը, բայց ոչ ոք նախկինում նման բանի չէր բախվել։ Չկային պատրաստի լուծումներ, չկային մանրամասն հրահանգներ, չկար փորձ։ Եվ այդ պահին սկսվեց մի գործողություն, որը հետագայում պատմության մեջ մտավ որպես մարդկային ամենամեծ փրկարարական առաքելություններից մեկը։ Հազարավոր մարդիկ ուղարկվեցին Չեռնոբիլ։ Զինվորներ, հրշեջներ, ինժեներներ, հանքափորներ, բժիշկներ եւ օդաչուներ։ Նրանցից շատերը նույնիսկ ամբողջությամբ չէին հասկանում, թե ինչ վտանգի են հանդիպելու։ Այս մարդկանց հետագայում սկսեցին անվանել լիկվիդատորներ։ Նրանց առջև դրված էր գրեթե անհնարին խնդիր՝ կանգնեցնել աղետի տարածումը։ Ռեակտորի շուրջ իրավիճակը շարունակում էր մնալ ծայրահեղ վտանգավոր։ Պայթյունից հետո ռեակտորի ներսում մնացած միջուկային վառելիքը դեռ հսկայական ջերմություն էր արտադրում։ Գիտնականները վախենում էին, որ եթե այդ զանգվածը հասնի կայանի տակ գտնվող ջրերին, կարող է տեղի ունենալ նոր հզոր պայթյուն, եւ դրա հետևանքները կարող էին շատ ավելի ծանր լինել, քան արդեն տեղի ունեցած աղետը։ Պետք էր արագ գործել։ Առաջիններից մեկը գործի անցան օդաչուները։ Ամեն օր ուղղաթիռները թռչում էին վնասված ռեակտորի վրայով։ Նրանց առաջադրանքը հետևյալն էր՝ ռեակտորի վրա լցնել ավազ, կավ, բոր եւ այլ նյութեր, որոնք պետք է նվազեցնեին հրդեհի ու ճառագայթման տարածումը։ Բայց իրականում յուրաքանչյուր թռիչք մահվան հետ հանդիպում էր։ Օդաչուները ստիպված էին մոտենալ աշխարհի ամենառադիոակտիվ կետերից մեկին։ Նրանցից շատերը ստանում էին վտանգավոր չափաբաժիններ, սակայն շարունակում էին կատարել իրենց առաջ դրված առաջադրանքը՝ օրորի եւ թռիչք առ թռիչք։ Միևնույն ժամանակ գետնի վրա աշխատում էին հազարավոր զինվորներ եւ մասնագետներ։ Ռոբոտներ էին բերվել ռեակտորի տարածք։ Սպասվում էր, որ դրանք կարողանան հեռացնել ամենավտանգավոր բեկորները, բայց իրականությունը կրկին այլ էր։ Ճառագայթումն այնքան բարձր էր, որ շատ ռոբոտներ պարզապես դադարում էին աշխատել։ Նրանց էլեկտրոնիկան շարքից դուրս էր գալիս հաշված րոպեների ընթացքում, եւ երբ տեխնիկան ձախողվեց, խնդիրը կրկին ընկավ մարդկանց ուսերին։ Տասնյակ զինվորներ բարձրանում էին ռեակտորի տանիք։ Նրանց ժամանակ էր տրամադրվում, ընդամենը մի քանի տասնյակ վայրկյան։ Այդ ընթացքում նրանք պետք է հնարավորինս շատ ռադիոակտիվ բեկորներ նետեին ներքև, հետո անմիջապես հեռանային։ Յուրաքանչյուր լրացուցիչ վայրկյան նշանակում էր ավելի մեծ ճառագայթում, ավելի մեծ վտանգ, ավելի կարճ կյանք։ Բայց նրանք շարունակում էին աշխատել, քանի որ այլ տարբերակ պարզապես չկար։ Սակայն ամենավտանգավոր առաջադրանքներից մեկը դեռ առջևում էր։ Գիտնականները համոզված էին, որ ռեակտորի տակ անհրաժեշտ է հատուկ թունել կառուցել։ Եթե միջուկային նյութը շարունակեր հալվել դեպի ներքև, հետևանքները կարող էին աղետալի լինել։ Եվ այդ աշխատանքի համար կանչվեցին հանքափորները։ Նրանք ժամանեցին երկրի տարբեր շրջաններից։ Փորձառու մարդիկ, որոնք սովոր էին աշխատել ծանր պայմաններում, բայց նույնիսկ նրանք չէին պատկերացնում, թե ինչի միջով են անցնելու։ Հողի տակ ջերմաստիճանը հաճախ անտանելի էր։ Օդափոխությունը գրեթե չէր գործում։ Պաշտպանական միջոցները սահմանափակ էին։ Շատերը աշխատում էին գրեթե առանց որևէ պաշտպանության, օրերով ու շաբաթներով։ Նրանք փորում էին թունելները,
հասկանալով, որ յուրաքանչյուր օր մեծացնում է իրենց առողջության համար վտանգը, բայց նրանք շարունակում էին առաջ շարժվել, քանի որ միլիոնավոր մարդկանց անվտանգությունը կախված էր այդ աշխատանքից։ Չեռնոբիլի շուրջ ստեղծվել էր մի իրավիճակ, որտեղ հազարավոր մարդիկ գիտակցաբար ռիսկի էին ենթարկում իրենց կյանքը, որպեսզի կանխեն ավելի մեծ աղետը։ Նրանցից շատերը հետագայում հիվանդացան, շատերը երբեք չտեսան իրենց աշխատանքի ամբողջ արդյունքը, բայց հենց այդ մարդկանց ջանքերով հնարավոր դարձավ աստիճանաբար վերահսկել իրավիճակը, սակայն նույնիսկ դա դեռ չէր նշանակում հաղթանակ, քանի որ ռադիացիան շարունակում էր մնալ օդում, հողում, ջրում, և դրա հետևանքները դեռ նոր էին սկսում երևալ։